Հարգելի ունկնդիրներ, այսօր մի քանի խոսքով կուզեի անդրադառնալ այս Գևորգ Գրիգորյանին, ճիշտ է, արժանի չեմ համարում, որ իմ ժամանակը ծախսեմ դրա վրա, բայց մի քանի խոսքով կուզենայի անդրադառնալ, որովհետև իմ ուշադրությունը հրավիրեց իր ասած մի քանի նախադասություններին և ես հարկամարեցի, որ իմ կարծիքը հայտնեմ նրան։ Բերեք լսենք այս իր հաղորդումը, որը որ դրված էր հենց այստեղ էջում։ Հետաքրքիրն այն է, որ շատ սելեկտիվ է հենց այստեղ էջը, երբ որ ընտրում են ում տեսանյութը դնել իրենց էջում, ումը չէ։ Իսկական աջակիցների տեսանյութները երբեք չեն դնում։ Իսկ այն մարդը, ով որ մահակն առած հալածում է բլոգերներին, նրանց տեսանյութը դնում են։ Եվ իհարկե խառը, քրիստոնեական, ինչ-որ քաղաքական, ժողովրդի վատ վիճակի, երկրի, այդ ամեն ինչը շիլափլավ խառնած հրամցնում են ժողովրդին, բայց ինչն է իսկական նպատակը, հարցեր է ծագում, թե ինչու են այս մարդիկ շահագրգռված իրոք բլոգերներին զրպարտելով լռեցնելու։ Եթե դուք իսկական Վարդանի աջակիցն եք, ընկերն եք, կուսակից անդամներն եք, դուք պետք է ուրախ լինեիք, որ հարյուրավոր բլոգերներ են խոսում Վարդանի մասին, այս գործը մնում է թարմ հիշողության մեջ, ակտուալ, ժողովուրդը հետաքրքրված, ուշադրությունը սևեռած այս գործի ընթացքին, վերջաբանին և այլը, բայց ձեր բլոգերներին զրպարտելու, ինչ-որ ցուցադրելու նրանց մոտիվները շահամոլական են և այլը, հարց է առաջանում, դուք ցանկանում եք, որ ժողովուրդը այս հարցի վրա ուշադրությունը մնա, թե ընդհակառակը դուք ուզում եք, որ բոլորը լռեն, բլոգերները, որպեսզի չասեք, թե շահարկում են ձեր իրենց հաղորդումները և ստիպված բոլորը, որը ամաչելով, որը զզվելով արդեն, ինչպես տեսնում եք, մեդիա դաշտը լուռ է, էլ ոչ ոք չի խոսում Վարդան Ղուկասյանի մասին, դուք հասաք ձեր նպատակին, բրավո, և երևի սա էլ ձեր վերջին փորձն էր, նորից գտաք սևակի նման մեկին, որի հաղորդումը դնում եք ձեր էջում, որ վերջի ճնշումը գործադրեք բլոգերների վրա, անուններ պիտակներ կպցնելով, և ձեզ թվում է, դա կհաջողվի։ Ինձ ձեր պիտակները չեն հուզում, բայց պետք է անդրադառնալը սրանց նման մարդկանց։ Բերեք լսենք, թե ինչ է ասում այս խելացի մարդը, ինչ է հաղորդում ընդհանրապես։ Ոչ թե հեռախոսազանգ, այ վիդեո զանգ է եղել։ Ես դա հաստատում եմ, որ եղել է մեր մեջ վիդեո զանգ։ Իմ համար շատ կարևոր էր մեր հայրենակիցի առողջությունը, որովհետև արդեն երկար ժամանակ մենք տեղեկություն չունենք, ես ասել եմ լինելով հայ քրիստոնյա, ես չեմ պատրաստվում, որ մեր հայրենակիցներին, անկախ նրանից Պողոսյան Պողոսը, թե Վարդան Ղուկասյանը, թե ով ուզում լինի, եթե փորձում են մարդկանց շինծու գործերով լռեցնել, ես լինելով հայ, ես ասել եմ կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին, նախ ուզում եմ ասել, որ Վարդան Ղուկասյանը շատ լավ էր իրեն զգում։ Լավ, դուք ասում եք լինելով հայ և այլը, որպես աջակից, ես ուզում եմ կանգնած լինել նրա կողքին։ Միայն այդ մենաշնորհը ձեզ է տրված կամ մի քանի մարդկանց, մնացած ով էլ որ կանգնի նրա կողքին, բոլորը շահամոլ են։ Դա է դուրս գալիս։ Բերեք հիմա շարունակենք լսել, կհասկանաք, թե ինչու եմ դա ասում։ Առողջապես, շատ լավ, նա բոլորին բարևում էր, իր խոսքը հաղորդում եմ, որ ինքը իր կոչը, որ լինեք կայուն, չթողնել այսօրվա իշխանությունը ոչ մի ձև փորձի վախացնել կամ ինչ-որ օրենքներ փոխի, ինչպես եղել եք ամիսներ առաջ այն
այն ձև ինչպես եղել եք կանգուն, սենց ասեմ, հա, այդպես մնացեք, ամեն ինչ լավ է լինելու, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, ես միշտ դա ասել եմ։ Շատ ընդհանուր հասկացողություններ, ոչ մի կոնկրետ բան։ Եթե մոռացել եք ինչի մասին եք խոսացել, կարևոր բաները կարելի էր գրի առնել։ Իսկ տպավորություն է ստեղծվում, որ չեք խոսացել ոչինչ էլ չունեք ասելու։ Այդ ընդհանուր բառերը բոլորն են ասում, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ասել։ Մի փոքրիկ 1 վայրկյանանոց կարող էիք ձայնագրել ուրիշ հեռախոսով ձեր վիդեո զանգը կամ նկարել հեռախոսով 1 նկար ընդամենը։ Ոչինչ չունեք ձեր ձեռքում եւ ընդհանուր բաներ եք ասում։ Միթե մի կարևոր հարցի շուրջ չխոսացեիք կամ Վարդանի հղումը ինչ որ մի կարևոր բան ձեզ չասեց, որ հայտնեք ժողովրդին։ Հենց այնպես խոսում եք։ Մեր կոչն է, այո, իմ կոչը, նույնը Վարդանի կոչը եւ մնացած մեր հայրենակիցների կոչն է, որ չենք թողնելու այս ամեն ինչը այսպես, եթե նրանք փորձում են մարդկանց բանդարկելով, մարդկանց վախացնելով, փորձում են, որ մեր երկիրը վիլայից սարքեն կամ ինչ-որ թուրքահպատակ գործարքներ անեն առանց հայրենակիցներին տեղեկացնելու, դա իրենց մոտ չի ստացվելու։ Ես նորից եմ ասում, ես կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, որպես քրիստոնյա հայրենակից, դա իմ համար շատ կարևոր արժեք է լինել Աստվածաշունչը ինձ սովորացրել է, որ նույնը Հիսուսը թողնելով 99 գառնուկին գնաց 1 գառնուկի հետևից եւ նորից ասում եք, որ մենք աջակցում ենք, չենք թողնելու վիալետ սարքեն, այն, յուրաքանչյուր քաղաքացու փողոցում կանգնեցնեք, խոսացնեք, այդ նույն բաները կասի եւ նորից եմ կրկնում, ձեր աջակցությունը միայն ձեզ է կարելի, ուրիշներին ոչ եւ հետո Հիսուսին համեմատել, որ գնաց 1 գառնուկի ետևից մնացածներին թողեց, արդեն դուք ձեզ այդ դերում եք զգում։ Այդ պահն է իմ համար, որ այդ տեսակ անձնավորությունը այսօր լինելով նահանգներում, գտնվելով շինծու գործերի մեջ մտցնելով, լռեցնելով, մենք դա հասկանում ենք բոլորս, դրա համար Վարդան Ղուկասյանի անձնական կոչը ոտքի հայ ժողովուրդ, չվախենակ ոչ մեկից, ես էլ եմ ասում, այո, եւ Աստվածաշունչի 2000 անգամ գրված է չվախենակ, մենք չենք կարող վախենալ պարտված հոգուց, մենք հաղթածի որդիներ ենք, ուզում եմ նորից ասել, Վարդան Ղուկասյանի շնորհակալությունը, նա բոլորից շատ շնորհակալություն էր հայտնում։ Մենք էլ ենք էլի հասկացել, որ շինծու գործեր են, լռեցնելու փորձեր են, անարդարություն է, դրա համար էլ մենք էլ ենք հասկացել ու կանգնել կողքին, հիմա ինչն է մեր և քո տարբերությունը։ Ինչա կատարվելու, ես նորից ասում եմ, ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չի բլոգերությունը։ Բլոգեր չեք, այսինքն ալիք չունեք ձեր սեփական, շատ դժվար չի 10 րոպեվա գործ է մի ալիք բացելը, դա ձեզ ոչինչով չի արդարացնում կամ ազնվացնում ու դարձնում մի հատ առաքինի մարդ, որ բլոգեր չեք, դա մեկ։ Երկրորդը, այսքան որ ինտերվյուներ եք անցկացնում, այսքան խոսում եք, տեսանյութեր եք հրատարակում այստեղ այնտեղ ալիքներով, ինչով է դա տարբերվում բլոգերությունից։ Եթե բլոգեր չեք, եթե դա վատ բան է, ինչ տարբերություն ալիք ունենալ, թե այսպես հաղորդեք ձեր տեսանյութը եւ որոշ էջեր դնեն, ինչն է տարբերվում բլոգեր լինելուց։ Ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ-որ էջեր կամ ինչ-որ դիվիդենդ հավաքելու համար, նորից եմ ասում, Ահա, հենց սրա համար է ուզում ասել։ Լավ, ես փոքրիկ նորաթուխ բլոգեր եմ, ձեր ասած խոսքը ինձ է վերաբերվում,
և մի քանի այլ բլոգերների նաև։ Դրա համար իրավունք ունեմ մեկնաբանելու կամ իմ կարծիքը հայտնելու ձեր ասածի վերաբերյալ։ Դուք կարծում եք, թե մարդու դժբախտության վրա դիվիդենդներ են հավաքում բլոգերները։ Երբ որ դուք եք խոսում, դուք աշխարհի ամենասուրբ մարդն եք, ոչ մի շահ չունեք, իսկ եթե մեկ այլ բլոգեր խոսում է Վարդանի մասին, ուրեմն դիվիդենդներ են հավաքում։ Դիվիդենդներ ում հանդեպ, Վարդանի աչքը մտնելու համար։ Դա անհեթեթություն է ուղղակի։ Դիվիդենդներ, մտածենք, ասենք, մանետիզացիայի համար YouTube-ում շատ դիտումների ժամեր հավաքելու, որպեսզի մանետիզացվի, ասեմ, որ իմ կանալը, եթե առաջինը իմ մասին ասեմ, իմ կանալը ոչ $1 անգամ, 1 ցենտ անգամ չի ստանում YouTube Partner Program-ից, որովհետև իմ տեսանյութերը իրենք չեն համարում վիզուալնի էֆեկտներով, փոփոխվող տեսարաններով, գեղեցիկ հետաքրքիր անցումներով, նկարներով եւ այլն։ Այսինքն կրեատիվ աշխատանք չէ։ Միայն աուդիոզապիս է եւ մի հատ նկար ամբողջ վիդեոյի ընթացքում։ Դրա համար ես YouTube Partner Program-ի հավանությունը չեմ ստացել, ոչ մի կոպեկ շահ չունեմ, ընդհակառակը Canva պրոգրամի մեջ իմ վիդեոն աուդիոզապիսի կպցնելով դարձնելով վիդեո, ես ինքս եմ վճարում Canva-ի։ Ասեք իմ դիվիդենդը ինչումն է կամ շահը։ Այն, որ տարբեր հարցերով հետաքրքրվում եմ, ժամեր եմ ծախսում, այն, որ տեսանյութն եմ հետո պատրաստում, տեղադրում, բավականին ժամերի աշխատանք է, ինչի համար, դիվիդենդներ, լայքերի համար, լայք, մի հատ մեկը լայք տնի դրա համար, դա ինչ անհեթեթություն է, ձեր մակարդակով մի չափեք ուրիշներին, մի հատ լայքի համար, 10 հատ, 1000 հատ լայքի համար, ոչ ոք 4-5 ժամ ժամանակ չի ուզենա ծախսի, դա անհեթեթություն է, եթե ես օրինակ, եթե խոսքը օրինակ ինձ է վերաբերվում, լայքեր սիրող մարդ լինեի, սոցիալական տարբեր էջերում, Instagram, Contact, TikTok, մյուսը, Facebook, կդնեի տարբեր նկարներ, որտեղ եմ, այստեղ եմ, այնտեղ եմ, ջիմում եմ, ֆիթնես ցենտրում, այսինքն ճանապարհորդում եմ եւ այլն, որպեսզի իմ նկարների տակ լայքեր հավաքեմ։ Լայք սիրող մարդը այդ ձև կաներ։ Լայք սիրող մարդը անընդհատ ամենտեղ պիտի այդ լայքը փնտրեր։ Հիմա դուք փաստորեն բոլորին ուզում եք զրպարտել, որ դիվիդենդների համար եք անում, մանետիզացիայի կամ Վարդանի համար, որպեսզի դիվիդենդ հավաքեք, դա ինչ անհետեթություն է ու ստորություն ձեր կողմից այդպես ասելը։ Դուք այսպիսով ուզում եք բոլորի բերանը փակել, լռեցնել, որ ոչ ոք Վարդանի մասին չխոսի։ Ինչն է ձեր օրակարգը։ Ես շատ կուզեի իմանալ, այսպիսով կասկածներ է առաջանում, այս էլ որերորդ անգամ մարդիկ փորձում են դիվիդենդների, լայքերի, լսարանի հավաքման մեղադրանքներով փակել բլոգերների բերանը։ Այս տենդենցիան շարունակվում է եւ անընդունելի է։ Դուք, պարոն Գևորգ Գրիգորյան, ես խոսքը վերաբերվում էր բլոգերին, ես բլոգեր եմ ինձ կոչում, որովհետեւ ինչպես տեսնում եք, տեսանյութ եմ դնում եւ խոսում։ Հիմա ես բլոգեր եմ։ Խնդրում եմ ապացուցեք ինչումն է իմ դիվիդենդները։ Օդի մեջ հավարի խոսալով չեք կարող պիտակներ կպցնել։ Մի բան, որ ասում եք, պատասխանատվություն զգացեք եւ ապացուցեք, թե ինչումն է դիվիդենդների եւ շահերի իմաստը, այն, որ ասում եք բլոգերները շահ ունեն, այս են անում, այն են անում։ Խնդրում եմ ապացուցեք։ Վերացական մի խոսացեք, ապացույցներով խոսացեք։ Էդգարի կանալը գտնվելով Ռուսաստանում սանկցիաների տակ 1 կոպեկ անգամ չի աշխատել, այդքան ժամեր ծախսելով, Վարդանի շուրջը համախմբվելով, պետիցիաներ ստորագրել տալով եւ այլն, ոչ մի դրամական շահ չի ունեցել։ Նույնիսկ իր հաղորդումների ժամանակ նա իր սովորական դրանից առաջ որ անում էր,
ինչ որ աջակցության համար բանկի հաշվի համար դնելով, նույնիսկ այդ էր չէր անում։ Այսինքն, գիտեք ինչ կա, եթե դուք կարծում եք, թե Վարդանի հետ զանգելով, նրա աչքը մտնելով, նրա հովանավորությունը ձեր, այսպես ասած, տակ վերմակի տակ մտնելով, դուք կարող եք այնտեղ իր աչքին ընկեր երևալ և դրսում բոլորի բերանները փակել, դա երկակի խաղ է, երկակի, երկերեսանություն, որովհետև այնտեղ ձևացնում եք ընկեր եք, խոսում եք հետը, դրսում գալիս եք բոլորին բլոգերներին պախարակում, թե ինչի են խոսում, ինչի եք այդ մենաշնորհը ձեզ միայն պատկերացնում, որ ունեք, Աստծո կողմից է ուղարկված, հերիք է Աստծո անուն տակ, ես էլ կարող եմ Աստվածաշնչից մեկնաբանություններ բերել, հատվածներ բերել, ով չի կարող, դա ինձ դարձրեց սրբազան, տեսանք էլի միած սրբազան էլ կար, ինչ բերեց ժողովրդի գլխին, նա էլ խո դիպլոմով որ սրբազան էր, իսկ դուք ձեր Facebook-յան ալիքներում, որ դրել եք ինտերվյուները, ինչ որ մեկը այնտեղ աղոթքներ է կարդում, հարյուրավոր անգամ, դա չի նշանակում, թե դուք դառնաք իրոք աստվածավախ մարդ, աստվածավախ մարդը չի զրպարտում ուրիշներին անտեղի, եթե չունեք ապացույցներ, ուրեմն ավելի լավ է չխոսեք, ասում են, եթե իմանա վերջի ասողը ինչ գասի, երևի առաջի խոսացողը ընդհանրապես ձայն չհաներ, այդպես է, բայց դրա համար խելք է պետք, չէ։ Հիմա պարոն Գրիգորյան, գնդակը ձեր դարպասում է, խնդրում եմ ապացուցեք, թե իմ շահն ինչ է, ես բլոգեր եմ, ես խոսում եմ Վարդանի մասին և պիտի շարունակեմ խոսել ձեր ինատու, ինչ անեք, դա ձեզ դուր գա, թե ոչ, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, անցանք առաջ։ Իմ համար շատ կարևոր էր անձամբ լսել և տեսնել Վարդան Ղուկասյանին, ես շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ ես այսօր ինքս համոզվեցի, որ այդ մարդը, ձեր իմացած Վարդան Ղուկասյան դոգը, ինքը առողջ է, ինքը լավ է, ինքը հիմա մեկուսարանում է, բայց ես հույս ունեմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի և նա նորից խոսի մեր ժողովրդի հետ, ես հույս ունեմ, Արդարություն ուզում եք վերականգնի, բայց արդարության համար պայքարողների բերանները ուզում եք փակեք, ինչպես հասկանալ ձեր երկակի խաղը։ Հակասում եք, ձեր ասածներն ու արածները իրար հակասում են։ Եթե կարծում եք, թե ձեր հղումները այն մակարդակի մարդկանց համար է, որ մի հատ դոկտորի խալաթ հագնեք ու ասեք, թե այս թույնը ձեզ համար լավ է, բոլորը կխմեն, արտաքին ատրիբյուտներով ուզում եք, թե մարդկանց ներշնչել ձեր հավաստիությունն ու առաքինությունն ու անկեղծությունը, դա չի նշանակում, որ այդտեղ սև հովազի էմբլեմը նկարը կպցրել եք ձեր այն սպիտակ պատին, ձեր գլխավերևում, դա ինչ է նշանակում, դուք էլ դարձաք նրանց անդամ, ուզում եք հաղորդում անեմ իմ ետևում վիդեոյի պատը տեսնեք թագավորական ընտանիքի նկարը, ես դարձա անդամ պալատները, դնեմ Կրեմլի նկարները, ես դարձա ավտոմատически նրանց անդամ ձեզ ինչ-որ մի այլ տեսակի բան ներշնչելու համար, որովհետև էլ եմ ասում, եթե ես նորից եմ ասում, ես չեմ խոսում նրա անցյալի մասին, ես դա ինձ իրավունք չեմ տալի, որովհետև ամեն մեկը որոշում է իր ասած բառի համար, այն հայհոյանքների մասին։ Այո, ամեն մեկը պատասխան է տալիս իր ասածի համար։ Հիմա դուք տվեք ձեր պատասխանը ինձ։ Ինչպես եմ ես իր դժբախտությունը շահարկում և դիվիդենտներ հավաքում։ Պատասխանատու մարդ եք, չէ, ձեր բերանով եք ասում, դե հիմա պատասխան տվեք ինձ։ Ես չեմ խոսում, նույնը ես ասում եմ, դա ողջունելի չի, դա լինի Վարդանը, թե Պողոսյան, նորից եմ կրկնում Պողոսը, բայց եթե մեր հայրենակիցը ճշմարտության համար պետք է բռնեն շինց ու գործ սարքեն մարդու
եւ փորձեն լրացնել նա մեր հայրենակիցն է, ես ինքս ասել եմ, ես Այս 8500 ստորագրությունները բա ինչ են ասում, որ պետք չի շինծու գործարկել, լրացնել, հենց այդ ամեն ինչը հասկանալով է, չէ, արվել։ Հիմա դուք նոր որտեղից ընդհանրապես հայտնվեցիք։ Մենք այս ամեն ինչը վաղուց ենք ձեռնարկել, մարդկանց գիտակցությունը հասել է դա, հասցրել էին մինչև դատավարության, առաջի դատավարության օրը 5200 ստորագրություններ ունենալ, որոնց հղումը լինկը դրեցի եւ ուղարկեցի դատավորին։ Այս գիտակցությունը արդեն ստեղծված էր շնորհիվ Էդգարի Էջի, որ բարձրաձայնեց, որ մարդիկ հասկացան, միահամուռ գնացին, ստորագրեցին եւ այլը եւ հետեւում էին նորություններին։ Հիմա դուք եկել եք խելք եք խրատ տալիս, հա։ Այս ամեն ինչը ձեր գիտակցությանը հասավ նոր ու սկսել եք դասախոսություններ կարդալ։ Մի քիչ ուշացել եք։ Գնացքի հետևից վազելով չեք հասնի։ կանգնած եմ մեր հայրենակիցի կողքին, անկախ նրանից ով ու ինչ սերինակ լինի, իքական, թե մնացած Իքական, թե մնացած։ Արական։ Այդ բառը ձեզ ծանոթ չի։ Հայրենակիցի կողքին կանգնելը մենակ ձեզ է կարելի, հա։ Ուրիշներին արգելում եք։ Դա ինչ տեսակի ընկերասիրություն է։ Այ քեզ բան։ մեր հայրենակիցների կողքին, սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, արթուն կացեք, մեր երկիրը կանգնած է աղետի առաջ, մեր երեխաներին տանելու են նորից եւ նորից պատերազմելու ճակերտավոր, մեր երկիրը փորձում են վաճառել։ Սկսվեց էլի այդ ընդհանուր ծամածրությունները, որ մի հատ ամենախուլ վայրերում ապրող մարդուն էլ ասեք, նույն բաները կկրկնի միգուցե ձեզնից էլ լավ։ Յանիմ թե ինչ։ Մեր երկիրը փորձում են խաբել մեզ, ցույց չտալով թե ինչ համաձայնակ ինչ թղթեր են ստորագրում խաղաղության, եթե Նիկոլ Փաշինյանը այսի շատ կարևոր ֆրազա մեր մեջ հասկանանք, ասում է, որ ես Հայաստանի վարչապետն եմ հրաժարվելով Արցախից, մի պահ ուզում եմ հասկանալ եւ դա մեր շանս է, որ հասկանանք եւ այդ նույն շանսը օգտագործենք այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ, եթե ինքը ասում է, որ ինքը վարչապետն է Հայաստանի, ապա Հայաստանը չունի պետականորեն կամ նույն Ադրբեջանը հայտարարած կռիվ։ Եթե մենք չունենք հայտարարված կռիվ, Գիտես ինչ, երբեմն որ արևելահայերեն առոգանություն ես գցում, 10 նախադասությունը մեկ, դա քեզ չի դարձնում, գիտեք ինչ, ժողովուրդը սիրում է արևելահայերեն առոգանությունը եւ այլը, եւ նրանց ազնիվ պարկեշտ մարդ է կարծում։ Հիմա դուք երբեմն տեղ-տեղ գցում եք պետականությունը, մեդականությունը, ուզում եք թե արևելահայ արդեն ձևանակ թե ինչ, ձեր մոտ չի ստացվում, դա պետքա մեկ ու մեկ չլինի, ընդհանրապես նրանց խոսալը բոլոր բառերն են այդպես։ Ուշադրություն դարձրեք ձեր խոսքին։ եւ կռիվը չի եղել, դա քո մոտ չի ստացվի, դու կարացիր ցավոք անհատների լրացնես, բայց քո մոտ չի ստացվի հայ գենին եւ այն հզոր ուժին կանգնես։ Դե հենց չստացվելու համար ենք էլի անում այս ամեն ինչը, բա ինչ էր կարծում, մեկը լայք դնի դրա համար ենք անում։ Նելու եւ խափելու իր ուղի եթերով ստեղ ինչ-որ մեկի մատիկները խառնա, որը մենք կրնում ենք մեր հոգևոր իրենց սահմաններով վաճառամանների տերն ենք, իսկ այդ 100 հոգին չի ձեր մոտ։ Ջուր ես ծեծում։ Ես որ փորձեցին Վարդան Ղուկասյանին, բայց մի կողմից էլ սա մեծ
փորձ է, որ հաջորդ քայլը մենք գիտենք ինչ պետք է արվի, որ երրորդին, չորրորդին այս նույնը չկարողանան իրենք այս նույն գործողությունը անեն եւ չի ստացվի նույնը էլ, որովհետեւ մեդիա դաշտը շատ մեծ է, որովհետեւ սփռված է, եթե այսօր գևը չխոսի, վաղը ինչ-որ մյուս տեղից կա, եթե հնարավորությունը դրված է, խոսելու է Պողոսյան Պողոսը։ Փորձեցիք Պողոսյան Պողոսին, չնայած դուք այդ իմունիտետը չեք ունենա, այդքան ժամանակ, փորձելու եք Պողոսյան Պողոսին լրացնեք, դրված է մի սիստեմ, որ, չգիտեմ, մարտիրոսը խոսի։ Մեր ուզածը ինչ է։ Հիմա տես, ինչպես եք հակասում ձեր իսկ ասածներին։ Ասում եք, եթե ես չխոսեմ, Մարտիրոսը կխոսի, Մարտիրոսին լրացնեք, Պողոսը կխոսի, բա մեր ասածն ինչ է, բա մեր անելիքն ինչ է, ինչքան շատ բլոգերներ խոսեն, այնքան լավ, բայց դուք ասում եք, որ այս բլոգերներին լրացնելը, դուք անում եք բլոգերներին լրացնելու համար, համ էլ ասում եք, որ ալտերնատիվ մեդիան լավ է, այն մեկը չխոսի, մյուսը կխոսի, մյուսը չխոսի, մյուսը կխոսի, բա հենց դրա համար այս ամեն ինչը արվում է, որ բոլորն էլ հնարավորություն ունենան խոսելու, իսկ դուք հենց սկզբից հաղորդման մեջ, ասելով, որ ուրիշի դժբախտությունը շահարկում եք, դրանով փակելով բոլոր խոսացողների պոտենցիալ հետագայում նաև խոսացողների բերանը, այսինքն թույլ չեք տալիս, որ ալտերնատիվ մեդիան, ալտերնատիվ կարծիքը շատանա, համ նալին եք խփում, համ մեխին։ Մի հատ ստուգեք էլի լոգիկան ձեր ասածների։ Ձեզ պետք են Պողոսներ ու Մարտիրոսները շատ լինեն, որ այս մեկը չխոսի, մյուսը խոսի, բայց հենց խոսում էլ են, թե չէ, սկսում եք ասել, թե ձեր շահի համար եք խոսում, դիվիդենդի համար եք խոսում։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն, սա նշանակում է ժողովուրդ, որ որևիցե արդար գործի վերաբերյալ կարծիք հայտնելու ժամանակ, ինչ որ մեկը վերլուծություն, երբ որ ցանկանա անի, պետք է ասեն դիվիդենդի համար ես անում։ Մի ինչ որ անարդար գործ, մի ինչ որ այլ քաղաքական հետապնդում, մի ինչ որ կատարված իրադարձության մասին ուզենակ խոսել, պետք է ասեն դիվիդենդների համար ես խոսում, թե չէ քո նպատակը ուրիշ ինչ պետք է լիներ։ Դուք ձեր վարքով կասկած եք առաջացնում, թե արդյոք ձեր նպատակն ինչ է, եւ ձեր իսկ անկեղծությունն ու վստահությունը դնում եք կասկածի տակ։ Եթե ես ոչ մի շահ չունեմ խոսալու, ոչ մի շահ, բայց ես չգիտեմ, թե ձեր շահն ինչ է, երբ որ ցանկանում եք լրացնել բլոգերներին, կապ չունի պրոֆեսիոնալ են, նորաթուխ են, լավ են, վատ են, ամեն մարդ իր ձևով խոսում է, բայց ձեր փորձը լրացնելու նրանց, դա ինձ շատ վատ բաներ է հուշում։ Կարող եմ օրինակ պատկերացնել, կարծել, որ ձեզ դրա համար վճարում են, դուք շահ ունեք այդպես ասելու, ձեզ ստիպում են, խնդրում են։ Ունեմ իրավունք, եթե դուք առանց հիմքերի մեղադրում եք ուրիշներին, ես էլ կարող եմ նման կասկածներ մտածել եւ հայտնել։ Ես ինչ գիտեմ, դուք ում օրակարգն եք կատարում։ Ես ինչ գիտեմ, ով է ձեզ խնդրել այդպես ասել, որ բլոգերները ամաչեն չխոսեն։ Դուք իսկ ձեր այդ արարքով, այդ մի քանի բառով կասկածի տակ եք դնում ձեր նպատակն ու մոտիվացիան։ Չեք էլ չէ հասկանում, հենց գիտեք, թե բոլորը հիմար են, ինչ ասիք հալածյուղի պես կընդունեն, մի հատ կեղծ դիպլոմ ցույց տվեցիք, բոլորը կհավատան գիտնական եք, ու եթե ասեք մածունը սև է, բոլորը անմիջապես այդ տիպի մարդկանց խավի հետ կարծում եք գործ ունեք, որ ինչ ասեցիք պետք է ընդունեն, որ այդպես է։ Ես էլ ձեզ եմ նայում բինոկլի մանրադիտակի տակ, տեսնում եմ, թե դուք ով եք եւ ինչ նպատակ եք հետապնդում նման արարքով։ Եվ ինչու են հենց ձեր հաղորդումը դնում իրենց էջում։ Դա ձեռք է տալիս կուսակցությանը, որ
բլոգերներին լրացնեն։ Ինչու՞։ Հարցեր։ Գիտես ինչ, եթե դու կարծում ես, թե Վարդանի հետ մի քանի վիդեոզանգով խոսեցիր, քեզ դա փրկելու է, շատ ես սխալվում։ Եթե կարծում ես, թե Վարդանը պետք է դուրս գա ու այդ քո ասած բլոգերներին բոլորին նրա թիկունքում ես թաքնվում, ես պատրաստ եմ Վարդանի հետ քննարկելու հարցազրույցով, թե վիճաբանությամբ, թե ինչպես եզրակացությունների հանգելու և ճշմարտությունը պարզելու։ Իմ թիկունքում Վարդան չկա կանգնած։ Եթե դու արդեն այդ առավելությունը ստացել ես քո վիդեոզանգերով ու կարծում ես նա պետք է անպայման քեզ պաշտպանի, ես դրա կարիքը չունեմ նրա պաշտպանության։ Ես պատրաստ եմ նրա հետ մտնելու հարցազրույցի, բանավեճի, պարզելու ամեն ինչ այնպես ինչ կա։ Ինձ Վարդանի պաշտպանությունը պետք չի, բայց քեզ կարող է պետք գա։ Հիմա ընկերներ, գիտեք ինչ, այս առաքինի անընդհատ կրկնող, մի քանի անգամ կրկնում է քրիստոնյա մարդ, Սաղմոսներ Նիկոլը չի կարդացել, լավ է, որ դուք կարդացել եք, լավ է, որ այդքան քրիստոնյա եք ու հավատացյալ եք, բայց բերեք ես ձեզ խորհուրդ տամ, քրիստոնյա անկեղծ, քրիստոնյա լինելը, խորը ըմբռնելը, թե դա ինչ է նշանակում, պետք է նաև հասկանայիք, որ քրիստոնյայի համար ուրիշին զրպարտելը առանց հիմքերի, դա մեղք է։ Դուք պետք է հասկանայիք, որ այդ որ նկարներ եք դնում ձեր Facebook-ում, ֆիթնես ցենտրում, բաց կրծքավանդակով և այլը, միգուցե դա ցուցամոլության և նարցիսստական բաներից է ելնում, որը նույնպես չի համապատասխանում քրիստոնեական ըմբռնումներին։ Կարող եք ընդամենը մի հատ մայկա հագնել, քիփ, ամեն ինչն էլ կերևար ձեր մուսկուլները, բայց բոլորս էլ գիտենք, որ մուսկուլները հորմոններով են աճացնում, սրսկումներով կամ այլ տիպի բաներով, այդ փոշին, որ անընդհատ առնում, խմում եք ու փուչիկի պես ավելացնում ձեր մուսկուլները։ Ու չեմ ասում, թե հենց այդպես է կարել, բայց ես էլ իրավունք ունեմ իմ փոքր խելքով կասկածելու նման բաներ։ Եվ այդ անընդհատ քրիստոնեական բաների տակ թաքնվելով, ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր քրիստոնեական բառեր մեջ բերելով, քրիստոնեական աղոթքներ ու սաղմոսներ ասելով, թաքցնում են իրենց դեմքը, դա իրենց դիմակն է։ Ժողովուրդ, վախեցեք այն մարդկանցից։ Սատանան սատանան այնքան սարսափելի չէ։ Սատանային տեսնում ես այնպես ինչպես կա, իր դեմքով, իր հրեշավոր կերպարով և այլն, և գիտես ում հետ գործ ունես։ Ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր գառան դիմակ են հագնում կամ ոչխարի և աշխատում են իրենց ներկայացնել որպես հավատացյալ մարդ, թե դրա հետևում ինչ է թաքնված, այդ էլ Աստված գիտի։ Ես ձեզ չեմ ասում, բայց հնարավոր է, որ լինեք։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք այդպես են։ Այդ մարդիկ են, որ մեջքից են խփում, դրա համար էլ ավելի վտանգավոր են, որ ընկեր են ձևացնում, մեջքից խփում, ուրիշ նպատակ հետապնդում, որովհետև ընկեր ձևացնելը դա առաջի քայլերից մեկն է։ Զգուշացեք նման մարդկանցից, ովքեր գառի դիմակով, չգիտեմ ինչեր են դրա տակ թաքնված։ Այդքանը կասեի իմ սիրելի ընկեր, ահա ստացաք դուք ձեր պատասխանը, թե ինչպես եմ ես Վարդանի դժբախտությունը շահարկում։ Պարոն քրիստոնյա, քրիստոնյաներին հատուկ է ներել թշնամիներին, մեկ երեսը եթե խփում են, այն մյուսն էլ պարզել։ Այնպես որ ձեզ կոչ եմ անում այդ քրիստոնեական պահանջմունքներին, որ հետևակ, ես ձեզ հիմա մեկ երեսին խփեցի, խնդրում եմ,
երեսն էլ պարզեք։ Այն ժամանակ կխոսենք։ Եղավ Գևորիկ։ Գև։ Առայժմս այսքանը։ Ստեսություն ձեզ։